իմ կարծիքով նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին։ Խորհրդարանական ընդդիմությունը վստահ է, երբ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնում, որ նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, նա տեղի է տալիս ադրբեջանական պահանջներին։ Իշխանությունից հակադարձում են, որոշողը ժողովուրդն է։ Միևնույն ժամանակ հայտարարելով չեն կարող անտեսել, ինչպես ձևակերպեց Արսեն Թորոսյանը, այն ռիսկերը կամ դանդաղ աշխատող ռումբերը, որոնք դրվել են անկախության հռչակագրի մեջ։ Այդ կարմիր շորի հարցն է պետք լուծել։ Հռչակագիրը պահպանելու վտանգներից վարչապետ Փաշինյանը 1 տարի առաջ այլաբանությամբ էր խոսել։ Ուղիղ տեքստով իր տեսակետը այս շաբաթ խորհրդարանում հայտնեց։ Այս ընթացքում Ադրբեջանը չի նահանջել իր նախապայմաններից։ Խաղաղության պայմանագիր կնքելու համար Հայաստանը ըստ Բաքվի պետք է համաձայնի լուծարել Ղարաբաղյան խնդրով զբաղված Մինսկի խումբը փոխի սահմանադրությունը։ Մայրօրենքում ադրբեջանցիները չեն ուզում տեսնել հենց անկախության հռչակագրին հղումը, որտեղ Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին հիշատակում կա։ Ինքը փորձեց սահմանադրական դատարանի որոշման միջոցով Ադրբեջանին համոզել, որ սահմանադրության մեջ ինչ գրված է, միայն դա է եւ անկախության հռչակագիրը որևէ առնչություն չունի մեր սահմանադրության հետ։ Բայց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմին դա չի բավարարում եւ հիմա հերթական պահանջն է գնում, որ եթե այն թղթի կտորը, որ մենք համաձայնեցրել ենք, ուզում ենք ստորագրենք, գնացեք եւ փոխեք ձեր սահմանադրությունը, եւ եթե երկար ժամանակ իշխանության կողմից այս մանիպուլատիվ թեզը գնում էր, թե բա սահմանադրական փոփոխությունները կամ նոր սահմանադրությունը բացառապես ներքաղաքական եւ ներսի Հայաստանի Հանրապետության օրակարգ էր, արդեն առավել քան ակնհայտ է, որ դա բացառապես Ադրբեջանի պահանջն է։ Մենք չենք այդ պահանջները կատարողը, այլ լինելու է Հայաստանի ժողովուրդն է որոշելու, ընդունի այդպիսի սահմանադրություն թե չէ, նույնիսկ եթե մենք նման բան առաջարկենք, եւ նորից ուզում եմ հիշեցնել, որ երբ որ որևէ երկրի ղեկավար քո երկրից պահանջում է ինչ որ բան, դա ավելի շատ նշանակում է, որ ինքը հատուկ է դա անում, որպեսզի ժողովուրդը դեմ քվեարկի, քան թե կողմ։ Մինչ Բաքուն հետ չի կանգնում իր պահանջներից, Հայաստանի իշխող ուժից շարունակում են պնդել խաղաղության պայմանագրի ստորագրմանը խոչընդոտ այսօր չկա։ Կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանի խոսքով սահմանադրության նախաբանում անկախության հռչակագրին հղումը չի կարող խոչընդոտ լինել միջազգային պայմանագրի գործունեության համար։ Պատգամավորը հղում էր անում նախագծի այն կետին, ըստ որի երկրների ներքին օրենսդրությունը չի կարող խոչընդոտ լինել համաձայնագրի իրականացման համար։ Հենց այդ ձևակերպման պատճառով է, որ պաշտոնական Երևանը ըստ իշխանական պատգամավորի չի խոսում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջների մասին, որոնք տեսնում է Ադրբեջանի սահմանադրության մեջ։ Այդ դեպքում անկախության հռչակագրի հղումից ինչու հրաժարվել։ Այդ ձևակերպումները, որ այնտեղ տրված են, երբեք չեն կարող խոսել Հայաստանի անկախության երաշխավորելու մասին, այլ անընդհատ կարող են խոսել եւ միշտ խոսում են Հայաստանի Հանրապետության անկախություն ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու մասին, որտեղ երբ որ դու հավակնություններ ես ունենում քո անկախության հռչակագրի մեջ, այսօր միջազգային ճանաչում ունեցող երկրների տարածքներին, դու կարող ես ակնկալել, որ երկրները տենց հանգիստ են դրան վերաբերվելու, թե իրանք էլ ակնկալիք են ունենալու քո տարբեր տարածքների, որոնք կարող են էլի պատմականորեն համարել իրենց ինչ որ հանրապետությունների կամ կայսրությունների տարածքները։ Մինչ սահմանադրությունից անկախության հռչակագրի հղումը հանելու ադրբեջանական պահանջի ձևակերպումը կոնկրետ հռչակագրից հրաժարվելու հարց տարիներ շարունակ սահմանադրություն փոխելու նոր սահմանադրության մտադրություն ունեցող Փաշինյանի իշխանությունը երբեք չի բարձրացրել։ Իշխանությունը հերքում էր, հիմա էլ հերքում է, թե դրսից պարտադրանք կա, շարունակում են վստահեցնել, սա Հայաստանի ներքին գործն է։ Ադրբեջանի արտգործնախարարը մինչդեռ 3 վերստին հայտարարել է Հայաստանից այդ պահանջների կատարմանը սպասում են 2022 թվականին։ Չեմ ժխտի, որ մենք սրա մասին սկսել ենք խոսել ինչ որ ժամանակ հետո եւ ժամանակին չենք խոսել, ու սա նաեւ խոսում է նրա մասին, որ մենք քարացած չենք մեր երկրի արժեվ կանգնած մարտահրավերներին դիմագրավելու տեսանկյունից։ Մենք նաեւ սովորում ենք մեր իսկ սխալների վրա եւ չենք ամաչում դրա մասին խոսել։ Հա, մենք լավ չենք հասկացել, եթե անկեղծ ասեմ, եւ մենք բոլորս լավ չենք ասել։ Եթե ինչ որ մեկը ասելա, որ ինքը լավ է հասկացել ու լռել է, դա է իրական դավաճանությունը։ Երբ որ դու իմացել ես, որ դա վտանգ է ներկայացնում քո երկրի ինքնիշխանությանն ու անկախությանը, բայց ոչինչ չես ասել եւ չես արել։ Մենք ասում ենք, որ մենք հասկացել ենք դա հիմա եւ մենք չենք կարող լռել դրա մասին, հասկանալուց եւ իմանալուց հետո։ Հասկացել եք Ադրբեջանի հայտարարություններից հետո։ Կարևոր չի ինչից հետո ենք հասկացել, կարևորը որ հասկացել ենք մեր հետ տեղի ունեցածից հետո, ոչ միայն Ադրբեջանի հայտարարություններից հետո, մենք ինքներս կարդալ գրել գիտենք, բայց երբ որ դու պրիզման փոխում ես,
պարադիգմա, ինչպես ես դա անցալում, ամեն ինչ փոխվում է։ Նախ ես բացառում եմ, որ ժողովուրդը այո կասի, որովհետև խոսքը առնվազն 500-600 հազար մարդկանց մասին է, բայց դա վերջին պահանջը չի լինելու։ Թե Հայաստան, թե պատիվ ունեմ ընդդիմադիր խմբակցություններում համակարծիք են Ադրբեջանի պահանջները չեն դադարելու։ Դրանցից մեկը վերաբերում է այս փաստաթղթից դուրս քննարկվող այսպես կոչված Զանգեզուրի Միչանսկի թեմային, երկրորդը վերաբերում է այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձին, որոնք ներկայացում են երկու անգամ մեծ թիվ այն ադրբեջանցիների թվի, որոնք սովետական շրջանում ապրել են Հայաստանում եւ բնականաբար ոչ մի խոսք չի գնում Ադրբեջանի տարածքով ապրող այն հայերի մասին, որոնց ոչ միայն բռնի տեղահանության դրդեցին, այլ նաեւ էթնիկ զտումների ենթարկեցին, վայրագություններով, սպանություններով եւ այլն։ Ադրբեջանի կարևորագույն նպատակներից մեկն է նաեւ հասնելու Հայաստանի զինաթափմանը։ Նոր սահմանադրության տեքստը արդարադատության նախարարությունը գրում է առանց հայեցակարգի, իսկ ժամկետները անընդհատ կրճատվում են։ Ըստ վարչապետի որոշման, մինչև հաջորդ տարվա հունիսի 30-ը պետք է ներկայացվեր նոր սահմանադրության հայեցակարգի նախագիծը։ Հիմա արդարադատության նախարարն ասում է, մինչև 2026-ի խորհրդարանական ընտրությունները պատրաստ կլինի նոր սահմանադրության տեքստը։